Նախ շնորհավորում եմ ձեր արտահայտ համագումարի հավաքությամբ, նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել մեզ հրավիրելու, այստեղ ներկա գտնվելու և նաև շնորհակալություն հայտնել ներկայացված որոշման կապակցությամբ միանալու, համագործակցելու նոր ստեղծվելիք համախմբում կուսակցության հետ։ Դա նշանակում է մենք միասին ճանապարհ ենք անցնելու և այդ ճանապարհին մենք փորձենք իսկապես մեր երկրում իսկական փոփոխություններ իրականացնել, այն փոփոխությունները, որ ձեր սերունդը ուզենա տեսնել, այն փոփոխություններ, որ ձեզ և հաջորդ սերունդների համար կստեղծի մի ամսի Հայաստան, որ առաջի հերթին դուք ձեզ հսկակապահով ձեր երկրում լինեք պարգևաճ, չեք մտածի լքել ձեր երկիրը, չեք մտածի ձեր երեխաների ավագայի մասին ինչ-որտեղ կտանքված լինելու կամ անորոշ և իսկապես կունենաք այն երկիրը, որ և մեր նախնիները և մենք այսօր անկախության սերունդը և դուք իսկապես ուզում եք, ցանկանում եք և երազում եք։ Համախմբում կուսակցությունը քաղաքական դաշտ է մտնում երևի մեր ժողովրդի երկրի համար բավականին ճակատագրական, հետաքրքրական, անորոշ և դժվարին ժամանակներում։ Մի կողմից մեր առաջ օրից օր առավել ծանոթանում են ամենալրջագույն մարտահրավերները։ Երկրում արդեն իրավիճակը ոչ թե թեպի լավն է գնում, այլ թեպի վատը։ Մենք ունենք նոր սահմանադրություն, որի համաձայն մեր ամբողջ կառավարման համագարկը խարսխվելու է քաղաքական ուժերի վրա, այլն դրանք չկա։ Բայց մյուս կողմից քաղաքական դաշտը աղավաղված է, աղջատված է։ Եվ դա մեր ժողովուրդը, որը միանշանակորեն ակնկալում է երկրում արմատական փոփոխություններ, բայց մյուս կողմից ժողովրդի մոտ կա խորագույն հիասթափություն և իշխանության, և նաև ընդդիմության և այն տեսակի քաղաքական ուժերի վրա։ Բավասիկ այսպիսի հակասական ժամանակում է, որ համախմբում կուսակցությունը հայտ է ներկայացրել մտնել քաղաքական դաշտ։ Դա նշանակում է մենք մեր մեջ բավական ուժ, վստահություն և կամք պետք է գտնենք, որպեսզի կարողանանք առաջի հերթին ամենաանգերտությամբ իսկապես մատնանշել այն մարտահրավերները, որը մեր երկրի առաջ ծառացել է։ Դա դրանց անգերտ և իսկական գնահատական։ Ճիշտ ախտորոշել այսօր երկրում արկա թերությունների պատճառները։ Կարողանալ նաև մեր ժողովրդին ներկայացնել այդ խնդիրների լուծումը։ Իսկ ամենակարևորը և դժվարինը փորձել ամենագարտ ժամանակում, որտեղ հաջորդ ընտրությունները խորհրդարանական սարերի հետևում չեն, մի տարուց քիչ է մնացել։ Ուստի ամենամեծ մարտահրավերը, որ մենք ունենք այսօր, կարողանալ ձեռք բերել, վաստակել ժողովրդի վստահությունը այս նոր քաղաքական ուժի վրա։ Սա է լինելու հիմնական մարտահրավերը, որտեղ իսկապես հիասթափությունը ժողովրդի մոտ բավական խորն է, և դա արդարացված է։ Նրանք բազմիցս խաբվել են, քաղաքական ուժերը նրանց հիասթափեցրել են։ Բայց մյուս կողմից իսկապես չկա այլ ընտրանք։ Համախմբում կուսակցության նախաձեռնող խմբի անդամները, որոնք երկար քաղաքական ճանապարհ են անցել, տեսնելով երկրում իրավիճակը, երկար ճիշտ գնահատելով և բոլորը անխլիր լինելով իսկական նվիրյալներ, հայրենասերներ, որոշել են այդ մարտահրավերներին ձեռնոց ներել։ Եվ մենք իսկապես վճռակամ ենք մեր
որոշման մեջ, որ մենք անպայման հասնելու ենք մեր նպատակներին։ Մենք կներկայացնենք մեր հաջորդ մեր համագումարում, որը դեպի կունենա այս ամսվա 17-ին, մեր ողջ ծրագիրը։ Այնտեղ կլինեն բազմաթիվ ելույթներ, կլինի նաև 5 ելույթը, որը կլինի ծրագրային։ Ես այսօր չեմ խորանա մեր անելիքների մեջ, բայց մենք խնդիր ենք դրել հասնել իշխանափոխության։ Մեր նպատակը շատ պարզ է և հստակ։ Լինել այլընտրանք այսօր իրենս վարած իշխող քաղաքական ուժի։ Այսօր դա ժողովրդի պահանջն է, այսօր գլխավոր երկրի առաջ կանգնած հրամայականն է։ Ժողովրդին ներկայացնել իսկական այլընտրանք, իր ծրագրով, իր անդերտությամբ, իր վստահությամբ, իր նվիրումով։ Եվ ես համոզված եմ, որ մենք դա կարողանալու ենք անել։ Չգիտեք այսօր ձեր ներկայությունը այստեղ, դեռ չկայացած կամ չհիմնադրված պաշտոնապես կուսակցության նախաձեռնող խմբի համար, անցավ ինձ համար, ինչպիսի ոգևորություն է։ Չեք պատկերացնի սա ինչպիսի խթան է լինելու, որ մենք կարողանանք այս եղող շաբաթներին և ապագային շաբաթներին, ամիսներին, տարիներին ձեզ հետ միասին և ձեզ համար իսկապես կերտել այն երկիրը, որը մենք ուզում ենք ունենալ։ Համախմբում բառը պատահական չի ընտրվել։ Եվ ես շատ ուրախ եմ, որ դուք այսօր այն բառը կարողացել եք լավագույնս օգտագործել։ Համախմբումը այլընտրանք չունի, իսկապես չունի։ Մենք երկրում համալական փոփոխություններ առաջացնելու այդ ճանապարհին, մենք ուզում ենք համախմբել մեր ժողովրդին։ Առաջի երկրի երիտասարդության, բայց բոլոր սերունդներին, որտեղ դա այլընտրանք չունի իսկապես։ Բուսակցություն է լինելու այնքանով, ինչքանով դա օրենքի պահանջն է։ Ես ասացի, որ նոր սահմանադրությունը այդ տեսակի հնարավորություն չի ընձեռում քաղաքական ներգրավվածությամբ, միայն քաղաքական բուսակցությունների միջոցով։ Դրա համար մենք ստեղծել ենք այս բուսակցությունը, բայց այս բուսակցությունը դիտարկենք որպես միջոց երկրում փոփոխություններ առաջացնելու համար։ Սա լինելու շատ ավելի լայն կամ բուսակցությունը, վերեկանգնելու նեղ բուսակցական շահերից։ Մենք ուզում ենք սա դարձնենք ժողովրդական շարժում, բաց է լինելու բոլորի համար։ Ես ոչ եմ անում ձեզ իսկապես մտնենք ակտիվ ներգրավվածություն ունենանք այս քաղաքական շարժման մեջ։ Սա ձեզ համար է ստեղծվել, սա ձերն է լինելու։ Քաղաքականությամբ զբաղվելը ձեր իրավունքն է։ Դա ձեզ դրված է օրենքով, դրված է սահմանադրությամբ։ Մեր հասարակությունը իսկապես շատ քաղաքականացված հասարակություն է, բայց այդ քաղաքականացումը իր դրսևորումը երբեք չի գտել քաղաքական գործունեության մեջ, որովհետև օրվա իշխանությունները միշտ անտես են արել, որ չկարգալեն մեր ժողովրդին ներգրավվել քաղաքական գործընթացների մեջ, դա իրենց համար թերնու չի եղել, բայց առանց քաղաքական ներգրավվածության մենք ոչ մի հաջողություն չենք կարող ունենալ։ Նույնիսկ տնտեսական զարգացումը դա ոչ թե տնտեսական գործընթաց է, դա քաղաքական գործընթաց է։ Եթե մենք երկրում քաղաքական հիմքերը ճիշտ չենք դնում, եթե չի լինում հասարակության քաղաքական ներգրավվածություն, մենք չենք կարող իսկապես հաջողություններ արձանագրել երկրում և հասնել արմատական փոփոխություններին։ Այնպես որ ձեզանից յուրաքանչյուրից իսկապես պահանջվում է օրենքով սահմանադրությամբ, որ դուք ակտիվ ներգրավվածություն ունենաք քաղաքական գործընթացներում, հատկապես այս ճակատագրական ժամանակահատվածում։ Եվ ահավասիկ համախմբում բուսակցությունը կարող է լինել այդ միջոցը, այդ ճանապարհը, որով դուք կարողանաք ձեր ներգրավվածությունը ապահովել։ Բուսակցությունը ամենալայն հնարավորություն է տալիս դառնալու երիտասարդական շարժումներին, երիտասարդության, նոր սերունդին։ Մենք սա չենք ասում որպես խոսք, դա գործով մենք հավատացել ենք։ Մենք հնարավորություն ենք տալու յուրաքանչյուր երիտասարդի իրեն դրսևորելու այս շարժման մեջ, առաջընթաց ունենալու, հասնելու ղեկավար դիրքերի, մասնակցություն ունենալու որոշումների կայացման մեջ։ Եվ մենք ապահովելու ենք նաև սերնդափոխությունը, և բուսակցությունում, և հետո իշխանական կարգում։
Կուսակցությունը ես ասացի, կուսակցությունը այնքանով, ինչքանով օրենքի պահանջն է։ Բայց սա շարժում է լինելու է բաց, լինելու է ժողովրդավարական, որոշումները կայացվելու են ժողովրդավարական ճանապարհով։ Մենք եթե ուզում ենք կառուցենք ժողովրդավարական պետություն, պետք է սկսենք հենց կուսակցություններից, հատկապես այս նոր ժամանակության արդյունքում։ Եթե կուսակցությունը ինքը ժողովրդավարական չէ, ինչպես կարելի է ակնկալել, որ այն կուսակցությունը երբ եկավ իշխանության ժողովրդավարական պետություն է կառուցել։ Այնպես որ համախմբում կուսակցությունը որպես շարժում կլինի բաց, կլինի կապանցիկ, կլինի հաշվելու ժողովրդի համար, հնարավորություն դա երիտասարդներին իրենց դրսևորելու եւ նաեւ կուսակցությունը անպայմանորեն ճիշտ ժամանակին կապի նաեւ իր սերնդափոխությունը։ Ես չեմ ուզենա շատ ծավալվել, շատ բան կա ասելու, բայց քանի արդեն ձեր որոշումը կա մենք միասին համագործակցելու, երբ արդեն դուք միացել եք մեզ, մենք ընթացքում դեռևս շատ կշփվենք։ Դուք իրոք մասնակցություն ունենաք բոլոր հարցություններում, մենք շատ ավելի մոտիկից իրար ծանոթանանք, եւ դուք կհամոզվեք, որ մենք իսկապես այն ինչ խոստանում ենք մեր գործով դա ցույց ենք տալու։ Անգամ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել գրավերի համար, շնորհակալություն հայտնել ձեր որոշման համար, շնորհավորել ձեզ արտահայտ համագումարի համար եւ հույս ունենալ, որ ամսի 17-ի համագումարի ձեր քննքերը այդ պահանջում ես կտեսնեմ եւ դրանից հետո մենք միասին ճանապարհ անցնենք եւ իրոք իրականացնենք բոլոր այն իղձերը, երազները, որ դուք մենք երազել ենք եւ մեր առաջ դրել ենք, որ